Բարի երեկո, Շանթի եթերը շարունակում է հորիզոնը։ Ծաղկաձորում տեղի ունեցել Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը, որին մասնակցել է նաև վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ֆորումը լավ հարթակ է ոլորտի խնդիրները, առկա հնարավորություններն ու մարտահրավերները քննարկելու համար։ Իր ելույթի սկզբում վարչապետը նախ նկատում է հանքարդյունաբերություն ասելով հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը, որովհետև ոլորտի 95 եւ ավելի տոկոսը վերաբերում է հենց մետաղական հանքերի շահագործմանը, բայց իրականում կառավարությունը լրջագույն խնդիրների է բախվում, օրինակ ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում։ Ըստ Փաշինյանի, երբ Հայաստանում շինարարության տեմպերն ակտիվացան, զարմանքով արձանագրեցին, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա։ Այն դեպքում, երբ Հայաստանի մասին խոսելիս ամեն երրորդ նախադասության մեջ ասվում է քարերի երկիր Հայաստանը։ Հետո պարզվեց, որ մենք մեր համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար քար ենք ներկրում արտերկրից, ինչը ինքնին արդեն այս նախադասությունը ցույց է տալիս, որ մենք խնդիրներ ունենք։ Եվ այդ 95%-ը իհարկե ավելացված արժեքի գնի մասով, կշռի մասով գուցե ինչ որտեղ հասկանալի է, բայց ես կարծում եմ, որ մասնավորապես քարի մշակման եւ արդյունահանման ոլորտում մենք անելիքներ ունենք, որովհետեւ դա առաջինը մեր տնտեսության պոտենցիալն է եւ երկրորդը մեր երկրի կոլորիտը մեր երկրում ներկայացնելու հնարավորությունն է, ինչը մենք այդքան էլ լավ չենք անում։ Այս համատեքստում վարչապետը կիսվեց վերջերս Չինաստան կատարած իր այցի մի տպավորությամբ։ Նիկոլ Փաշինյանին շատ է զարմացրել, որ Չինաստանում շատ տարածված երևույթ է երկրում առկա քարերից քարի հուշարձանների գոյությունը։ Դրանք ըստ նրա շատ գեղեցիկ են եւ բնակավայրերին կոլորիտ են հաղորդում։ Պատկերացեք, մենք ոչ միայն շինարարության համար քար չունենք մեր երկրում, չնայած քարի երկիր ենք, բայց մեր Հայաստանի 60%-ը երևի տուֆից է պատրաստված, բայց մենք տուֆին մեր հարգանքի турքը նորմալ չենք էլ մատուցում եւ տուֆի արձան կամ մոնումենտ չունենք նույնիսկ եւ որոշեցինք, որ անպայման առաջիկայում Արթիկ համայնքի հետ մենք այս բացը լրացնենք եւ համայնքներում սա նախ բնության հետ հաղորդակցվելու շատ կարևոր ձև է եւ նաեւ արժեվորելու եւ նաեւ մեր ուշադրությունը հրավիրելու եւ նաեւ մեր խոսույթները մեր իրականության հետ համապատասխանեցնելու։ Վարչապետը պարզաբանեց, ոչ թե նկատի ունի, որ Հայաստան քար չպետք է ներկրվի, այլ խոսքն այն մասին է, որ Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա բյուջեի ներդրումներով, ինչը հետո են պարզել, որ իրականում ներմուծման վրա է օգտագործվում։ Այս համատեքստում Փաշինյանը շատ է կարևորում նաև ոլորտի թափանցիկությունը եւ պրոֆեսիոնալությունը, որովհետեւ ըստ նրա քարի ոլորտում էլ առկա խնդիրների պատճառներից մեկը ոչ թափանցիկությունն է եւ գիտելիքի վրա ներդրումների քչությունը կամ բացակայությունը։ Կառավարության ղեկավարի խոսքով Հայաստանի կառավարությունը լուրջ խնդիրներ ունի նաև ավազի արդյունահանման ոլորտում, որովհետև երբ վճռական քայլերի գնալու տրամադրվածություն են ունենում շինարարության ծավալների պատճառով, շատ արագ ճնշումներ են զգում ոլորտից, որովհետև պարզվում է, որ եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորեն, երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կկանգնի։ Ավազի ոլորտում ահռելի ստվեր կա, ընդ որում ստվեր, որը ամեն օր մեր փողոցներով եւ մայրուղիներով երթևեկում է, բայց մենք այդ ստվերին հետ առնչվելու ձևերը չեն գտել եւ սա լրջագույն մարտահրավեր է։ Էլ չեմ ասում, որ մենք ստեղ պետական անվտանգության երևույթներ, տարածքային ամբողջականության խախտման խնդիրների հետ ենք առնչվում, եւ որ պարզվում է Արաքս գետից մենք ավազ արդյունահանելով մեր երկրի տարածքն ենք կրճատում, ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր դա անում են, եւ մենք այստեղ էֆեկտիվ հակազդման մեխանիզմներ շատ չունենք։ Հանքարդյունաբերության ոլորտի մեծագույն խնդիրներից մեկը Նիկոլ Փաշինյանը համարում է նաև ոլորտի իմիջը։ Նրա խոսքով հանքարդյունաբերության շուրջ ահագին նեգատիվ կա կուտակված, եւ այս ընթացքում որոշակիորեն պատճառները հասկացել են։ Ըստ նրա, ընդերքը պատկանում է ժողովրդին եւ պետությանը, մինչդեռ Հայաստանի հանրային գիտակցության մեջ այս ընկալումն այդքան էլ ճշմարտացի չի թվացել։ Եվ ժամանակն է, որ մենք այս խնդրի վրա աշխատենք եւ մենք այս խնդրի վրա աշխատում ենք։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել միայն այն հանգամանքին, որ հիմա Հայաստանի կառավարությունը եւ իդեմս կառավարության նաեւ ժողովուրդը ըստ էության մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մասնաբաժին ունի Ամուսարի հանքում
2018-ից 2025 թվականներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախորդ 7 տարիների համեմատ պետական բյուջե կատարած վճարումների ծավալն ավելացել է շուրջ 148%-ով, ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասաց նաև, որ 2018 թվականից քննարկում են Հայաստանի հանքարդյունաբերության համապատասխանությունը լավագույն միջազգային բնապահպանական ստանդարտներին։ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական խնդիր է համարում նաև այն, որ Հայաստանը մեծամասամբ հանքանյութ արտահանող երկրից վերածվի վերջնական արտադրանք թողարկող երկրի։ Փաշինյանը հույս հայտնեց, որ առաջիկա գործընթացները, այդ թվում տարածաշրջանային, ավելի նպաստավոր կդարձնեն միջավայրը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների տրանսպորտային սպասվող բացումը, որը առաջիկայում անպայման տեղի կունենա, նոր հնարավորություններ է բացելու մեզ համար այս ոլորտում։ Եվ պիտի այստեղ նաև մեր գործընկեր նախարարների ուշադրությունը հրավիրեմ եւ նաև ոլորտի հարգարժան ներկայացուցիչների ուշադրությունը պետք է հրավիրեմ այս խնդրի վրա, որովհետեւ այո, պղնձի հանքաքարի արտահանումը մեր երկրի համար իհարկե մեր տնտեսության համար շատ էական նշանակություն ունի, բայց մենք ի վերջո պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի Հայաստանում արդյունավետ պղնձաձուլարան ունենալու պայմանավորվածությունը իրականություն դառնա։ Վարչապետն անդրադարձավ նաև ընդերքի ուսումնասիրության անհրաժեշտությանը։ Ըստ նրա, ընդերքի ուսումնասիրության տեխնոլոգիաները եւս փոխվել են եւ միջազգային գործընկերների հետ պետք է քննարկեն Հայաստանի տարածքում օգտակար հանածոների պաշարների հայտնաբերման եւ ուսումնասիրման նոր շրջափուլ սկսելու հարցը։ Վահագն Ակոբյան, Հորիզոն։ Երեկ վարչապետ Փաշինյանը Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի փակման նիստում հանդես է եկել ելույթով։ Թույլ տվեք շնորհավորել Դանիային Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը գերազանց մակարդակով կազմակերպման համար։ Այսօր մենք քննարկեցինք մեր բոլոր պետությունների քաղաքական անվտանգության եւ տնտեսական օրակարգն առաջ մղող հրատապ հարցեր։ Հիմնվելով Եվրոպայի քաղաքական համայնքի բոլոր գագաթնաժողովների հաջողության վրա, Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել հաջորդ 8-րդ գագաթնաժողովը Երևանում։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելը կամրապնդի մեր ինտեգրումը եվրոպական ընտանիքին եւ հնարավորություն կտա ցուցադրել մեր առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում։ Ասելով սա, ես կցանկանայի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ ձեզ Երևանում հյուրընկալելու պատվի համար։ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար Եվրոպայի հետ ավելի սերտ կապը ռազմավարական նշանակություն ունի։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները նույնպես կարևոր դեր են խաղացել մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խթանման գործում։ Հատկանշական է, որ 2022 թվականին Պրահայում անցկացված հենց այս գագաթնաժողովի շրջանակներում էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատեցին միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, հիմնվելով 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի վրա։ Այս համաձայնագիրը ձեռք է բերվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շարլ Միշելի ներկայությամբ եւ ակտիվ մասնակցությամբ։ Անցյալ տարի կրկին Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար աջակցեցին միմյանց տեխնացությունը, հյուրընկալելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովներից մեկը։ Այս համաձայնագրերն ըստ էության հիմք հանդիսացան Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովի համար, որտեղ ես եւ նախագահ Ալիևը խաղաղություն հռչակեցինք։ Եվ այժմ, երբ այցելեք Երևան 2026 թվականին եւ Բաքու 2027 թվականին, դուք կտեսնեք երկու պետություն, որոնք աշխատում են խաղաղության եւ կապակցվածության ամրապնդման եւ ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ Հաշվի առնելով սա, Եվրոպական քաղաքական համայնքի Երևանի գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կլինի կապակցվածությունը։ Միջին միջանցքի իրականացումը եւ Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջև ապրանքների, էներգիայի, օպտիկա մանրաթելային մալուխների անխոչնդոտ կապը ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն։ Բացի այդ, ես կարծում եմ, որ հատկապես այսօր կարևոր է ամրապնդել Եվրոպայի կարողությունը պայքարելու մեր առջև ծառացած հիբրիդային սպառնալիքների դեմ եւ միևնույն ժամանակ պահպանելու ժողովրդավարական կառավարման ամբողջականությունը, օրենքի գերակայությունը, ազատ եւ արդար ընտրությունները եւ քաղաքական բազմակարծությունը, նույնիսկ ներքին կամ արտաքին ճնշումների պայմաններում։ Քանի որ Հայաստանը հաջորդ տարի հյուրընկալելու է նաեւ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը COP17-ը, մենք հույս ունենք, որ եվրոպական քաղաքական համայնքը կարող է նաեւ ծառայել որպես հարթակ կանաչ տնտեսության անցման նորակարգը քննարկելու համար։ Այն գիտակցմամբ, որ մեր քննարկման արդյունքները հետագայում կներկայացվեն համաշխարհային ասպարեզ COP17-ի ընթացքում։ Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանն արդեն սկսել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի
նախապատրաստական աշխատանքները։ Եվ առաջիկա ամիսներին մենք կկիսվենք որոշ նոր գաղափարներով եւ նախաձեռնություններով, որոնք ուղղված են եվրոպական քաղաքական համայնքի հետագա ամրապնդմանը եւ նոր խթան հաղորդելուն։ Մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով Կոպենհագենին ցանկանում եմ բոլորի հրավիրել Երևան 2026 թվականի մայիսի 4-ին, բայց մենք պատրաստում ենք ոչ պաշտոնական բարեկամական ընդունելության երեկույթ մայիսի 3-ին, Կիրակի երեկոյան։ Այսպիսով հուսով եմ տեսնել բոլորիդ այնտեղ։ Մեծ պատիվ եւ հաճույք կլինի բոլորիդ հյուրընկալելը։ Թրիպ երթուղու ակնկալվող հօգուտների աշխարհաքաղաքական զարգացումների մասին արտաքին գործերի նախարարը Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում հարցազրույց է տվել լեհական TVP World հեռուստաալիքին։ Վարշավայում Արարատ Միրզոյանը TVP World հեռուստաալիքի լրագրող Դիանա Սկայանին տված հարցազրույցում նախ ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ստորագրած հռչակագրի արդյունքները։ Միրզոյանի խոսքով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած փաստաթղթի տակ որպես վկա ստորագրել է նաեւ Միացյալ Նահանգների նախագահը, ականատես լինելով նաեւ իր եւ Ադրբեջանի արտգործնախարարի կողմից ստորագրած խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը։ Սա ինքնին շատ լուրջ հանգրվան էր, բացի այդ այս հռչակագրում առաջնորդները պայմանավորվեցին այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց համաձայն պետք է կարգավորվի հաղորդակցությունների հարցը։ Իսկ այդ սկզբունքներն են տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների անխախտելիություն, երկրների ինքնիշխանություն, ինչպես նաև անցուղիների եւ վերականգնվելիք ու վերագործարկվելիք ենթակառուցվածքների նկատմամբ ազգային իրավազորության ճանաչում։ Լրագրողը հարցը հստակեցրել է, դա այն է, ինչ կոչվելու է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման, Միրզոյանն էլ հաստատել եւ հավելել է. գաղափարը շատ ավելի լայն է, քան դա։ Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են ապաշրջափակել միմյանց միջև տրանսպորտային հաղորդակցությունները, եւ այդտեղ խոսքը վերաբերում է ամբողջ ենթակառուցվածքին։ Օրինակ Հայաստանը ստանում է մուտք Ադրբեջանի երկաթուղային համակարգ, Ադրբեջանը Հայաստանի երկաթուղային համակարգ, իսկ հետագայում նաև ավտոճանապարհներին եւ այլ ենթակառուցվածքներին։ Իսկ ինչ է TRIP-ն առհասարակ։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում, ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Այս կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար, այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Այսպիսով Միրզոյանի խոսքով բոլոր պայմանավորվածությունները փոխադարձ են լինելու։ Արդյոք արդեն հայտնի է, թե երբ է գործնականում սկսվելու երկաթուղային ուղին։ Հետաքրքրվել է լրագրողն ու հիշեցրել, որ Միացյալ Նահանգները Հայաստանին արդեն իսկ տրամադրել է 145 միլիոն տարբեր ծրագրերի համար։ Մենք արդեն սկսել ենք քննարկումներ մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը եւ դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։ Եթե խոսենք երկաթուղային կապի մասին, մասնագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տևել օրինակ առնվազն 2 տարի։ Միրզոյանը կրկին նշել է, որ կա նաև խաղաղության պայմանագրի հատվածը, որը նախաստորագրվել է իր եւ Ադրբեջանի արտգործնախարարի կողմից։ Հայաստանը պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը, սակայն ադրբեջանական կողմը առաջ է քաշում որոշակի նախապայմաններ։ Մենք չենք կիսում այդ օրակարգը, այնուամենայնիվ նույնիսկ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը կամ նույնիսկ ավելին միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները։ Ապա Արարատ Միրզոյանը խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տասնամյակների հակամարտությունից հետո տիրող իրավիճակից, նշել, որ համատեղ դիմել եւ խնդրել են փակել ՀԱԿ Մինսկի գործընթացի կառույցները, որն արդեն իրագործված քայլ է, նաեւ այն, որ վաղուց մեկնարկել է երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը ու արդեն 12 կիլոմետրը սահմանազատվել է, այնուհետ խոսել է հնարավոր մարտահրավերների մասին։ Տասնամյակներ տևած հակամարտությունը կուտակել է նաև ծանր հոգեբանական բեռ, երկու կողմերում էլ առկա է արյան պատմություն ու հիշողություն։ Կարծում եմ հասարակությունների շրջանում հավանաբար երկու կողմում էլ դեռևս պահպանվում է զգուշավորություն։ Հաշտեցման գործընթացը ժամանակ է պահանջելու։ Խաղաղությունն, ինչպես արդեն նշեցի, հաստատվել է, սակայն այն երկուստեք պահանջում է մշտական խնամք եւ ամենօրյա ջանք։ Այս համատեքստում պետք է նշեմ, որ ցանկացած կողմի ագրեսիվ ռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում գործընթացին։ Իսկ ինչ դեր է այսօր շարունակում խաղալ Ռուսաստանը լրագրողի հարցինի պատասխան Միրզոյանն ասել է, որ խաղաղության հաստատման եւ Վաշինգտոնյան հռչակագրի կապակցությամբ պաշտոնական մակարդակով Ռուսաստանին բարձրաստիճան պաշտոնյաները ողջունող հայտարարություններ են արել, նաեւ աջակցելու պատրաստակամություն հայտնել։
Սակայն իհարկե չեմ կարող չնշել, որ գրեթե ամեն օր ականատես ենք լինում ռուսաստանյան ԶԼՄ-ների, երբեմն նաև պետական լրատվամիջոցների, ինչպես նաև խորհրդարանի անդամների, փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից հնչող կոշտ քննադատության, Հայաստանի կառավարության եւ մեր երկրի ներկայիս արտաքին քաղաքականության հասցեին։ Միրզոյանն այդուհանդերձ նշել է, վստահ է, որ թե ռուս գործընկերները եւ թե ցանկացած այլ երկիր կամ միջազգային դերակատար պետք է հարգեն Հայաստանի ժողովրդի կամ արտահայտությունը։ Հիշեցրել է, որ Հայաստանի իշխող քաղաքական ուժը վարչապետի ղեկավարությամբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներքաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում 2021-ին ստացել է ընտրողների մեծամասնության վստահությունը։ Այս տարի եւս մի շարք սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել, իսկ 2026 թվականի հունիսին կրկին կայանալու են խորհրդարանական ընտրություններ։ Կտեսնեք։ TVP World-ի լրագրողն էլ հույս է հայտնել, որ կունենան եւս մեկ հնարավորություն այցելելու Երևան, լուսաբանելու առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճ դադարից հետո եթերը կշարունակի մեր գործընկերը Ալլա Ղալաչյանը կամ Փոփի անցնող շաբաթվա միջազգային իրադարձությունները։